Ինչ է սպասվում 2025 թվականի մայիս ամսին մեր սիրելի այծեղջյուրներին։ Տեսնենք ինչ է սպասվում այծեղջյուրների անձնական ոլորտում 2025 թվականի մայիս ամիսը։ Սիրելի այծեղջյուրներ, ձեր անձնական ոլորտում հաջողություն, հաղթանակներ, սեր, միություն, ընտանիքի ձեռքբերում, ամուսնության առաջարկություն, պսակադրություն, երեխայի ծնունդ։ Գիտեք ինչ, դուք մայիս ամիսը անընդհատ հաղթանակային պոդիումի վրա եք լինելու, անընդհատ լավ լուրեր, հաղթանակներ, հաջողություններ, ձեր էներգետիկան բազմապատկվելու է, ձեր էներգետիկան հազարապատկվելու է։ Գիտեք ինչ, սիրելի այծեղջյուրներ, դուք մեծ նպատակ ունեք եւ մայիս ամիսը ձեր նպատակը կատարվելու, ձեր նպատակը ձեր անձնական ոլորտում դա կատարվելու է։ Դուք այդ հաղթանակը տեսնելու եք։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այծեղջյուրների ֆինանսական ոլորտում 2025 թվականի մայիս ամսին։ Սիրելի այծեղջյուրներ, եւ ձեր ֆինանսական ոլորտում, եւ ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Հնարավոր է այն այծեղջյուրները, ովքեր որ ամուսնացած չեն, լինի իրենց մեջ ամուսնություն, ովքեր որ գործընկերներ են, ովքեր աշխատում են մի հիմնարկության մեջ, մի բնակավարում, նաև հնարավոր է ամուսնություն այնպիսի մարդկանց մեջ, ում ծնողները իրենց սեփական բիզնեսը ունեն, եւ հենց այդ այծեղջյուրների մոտ ցույց է տալիս ամուսնություն, որ եւ իրենց սիրո էներգիան է միանում, նաև իրենց ֆինանսական էներգիան է միանում։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այծեղջյուրների առողջական ոլորտում 2025 թվականի մայիս ամիսը։ Հաջողություն, առողջացում, լավացում, եթե նույնիսկ վախեր կա, խնդիրներ կա, դուք կգնաք հիվանդանոց եւ այդ խնդիրներն ու վախերը, այդ խնդիրները ամբողջովին կհերկվեն։ Կկատարվի ձեր երազանքը, սիրելի աղեղնավոր այծեղջյուրներ, 2025 թվականի մայիս ամսին։ Այո, սիրելի այծեղջյուրներ, 2025 թվականի մայիս ամիսը ձեր երազանքները, նպատակները եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում դրանք կկատարվեն։